Ոչինչ սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, Facebook-յան ընկերներ ջան, ուրեմն համացածում քիչ առաջ տեղեկացանք, որ Կտրիժ Ներսիսյանը իր անօրինական որոշումներով վրեժ է լուծում այն սրբազան հայրերից, այն հոգևոր հայրերից, ովքեր հրաժարվել են Կտրիժ Ներսիսյանի արևանգությունից եւ Կտրիժ Ներսիսյանի արևանգությունից եւ ընտրել են Աստծուն ծառայելու իրենց սուրբ պարտականությունը։ Եվ Կտրիժ Ներսիսյանը չհամակերպելով եկեղեցական Աստծո ծառաների որոշումների, փորձում է վրեժխնդիր լինել իրենցից, անօրինական ազատումներ անելով։ Նախ, ոտից գլուխ կարգալույց եղած Կտրիժ Ներսիսյանի որևէ որոշում լեգիտիմուս չունի, իրենից ոչինչ չասող երևույթ է, և չի կարող ոտից գլուխ իր ամբողջ կեսագությամբ ոտից գլուխ կարգալույց եղած ստահակի որոշումները ազդեցություն ունենան։ Չենք կարող այդ ստահակի որոշումներին մենք լուրջ ընդունենք, որովհետև չի կարող ոտից գլուխ կարգալույց եղած ստահակը չի կարող օրինական որոշումներ կայացնել։ Իր ամեն մի որոշում դա անօրինական է եւ որևէ լեգիտիմուս չունի, ոչ մի արժեք չունի։ Եվ ուրեմն Կտրիժ Ներսիսյանը օր-օրի իր կապրիզնությամբ, իր անօրինական այս որոշումներով աշխատում է իր դեմ։ Եվ ամեն վարքյան այս կապրիզնությունը Աստծո ծառաների վերաբերյալ, Աստծո տան վերաբերյալ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ ժողովրդի վերաբերյալ, ամեն վարքյան իր այս անբարոյական կապրիզնությունը դա օգտագործում է իր դեմ։ Այլևս Կտրիժ Ներսիսյանը գոյություն չունի, ինքը քաղաքականապես վախճանված է։ Կտրիժ Ներսիսյանը այլևս գոյություն չունի, ինքը քաղաքականապես մահացել է։ Եվ ես իմ ցավակցական խոսքերս եմ հղում այլևս քաղաքական մակարդակով ոչնչացված, մահացած Կտրիժ Ներսիսյանի կնոջը, աղջկան եւ սիրուհիներին, իսկ քրակիներին մաղթում եմ համբերություն։ Սիրելի քրակիներ, ձեզ համբերություն, համոզված եմ, որ դուք ձեր ճանապարհը կգտնեք։ Մարդ չգիտի էլ, ասենք, Կտրիժ Ներսիսյանին ինչ ասի։ Ինք իր ամբողջ ծառայությամբ, իր ամբողջ կեսագրությամբ, ինք իր մասին ամեն ինչ ասել է արդեն, ամեն ինչ։ Կտրիժ Ներսիսյանը մի ստահակ անձնավորություն է, որ ինքը դարձել է հայ մերը չիմացողի անձնական օգտագործվող լանթը, ասում եմ պատասխանատու։ Այո, Կտրիժ Ներսիսյանը բերանը ծուրտիկ պրիվետ Ռոբիկի հայ մերը չիմացողի անձնական օգտագործվող լանթն է դարձել։ Աստծո տան մեջ ծավալած այդ ստահակը որևէ կապ չի հաստատել Աստծո Աստվածաշնչի հոգևոր կյանքի հետ, ուղիղ կապի մեջ է մտել հայ մարդու կողմից մերժված խուլիգան բանտայի հետ։ Եվ Աստծո տունը օգտագործում է այդ թալանչիների շահերը սպասարկելու գործում։ Հայ մերը չիմացողի բերանը ծուրտիկ խոխապրվետ Ռոբիկի անձնական լանդ դարձած Կտրիժ Ներսիսյանը չի համակերպվում ձայն Աստծո ձայն բազմած որոշման հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան Աստվածաշնչում գրած է Կտրիժ Ներսիսյան, եթե դու Աստվածաշունչ չես կարդացել եւ չես տիրապետում Աստծո խոսքերին, չես ծառայում Աստծո խոսքերին, այն խոսքերին, որը գրված է Աստվածաշնչում գրված խոսքերը բոլորը Աստծո խոսքերն են, եւ դու այդ խոսքերի հետ ոչ մի կապ չունես, որովհետեւ դու այդ խոսքերի հետ չես ծանոթացել, որովհետեւ դու ոչ մի ուղիղ կապ չես հաստատել այդ Աստվածաշնչում գրված Աստծո խոսքերի հետ։ Ձայն Աստծո ձայն բազմած դա Աստվածաշնչում գրված խոսք է։ Եվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց այդ խոսքով ձայն Աստծո ձայն բազմած ժողովրդի ձայնի շնորհիվ այսօր 5 տարի առաջ, 7 տարի առաջ եւ հլա մի 10 տարի է Հայաստանի Հանրապետության լեգիտիմ առաջնորդն է, վարչապետն է։ Իրական Հայաստանի Հանրապետության իրական առաջնորդն է։ Դու այս որոշման հետ, ժողովրդի որոշման հետ, այս դու տարիա չես համակերպվում, պատերազմ ես հայտարարել այս որոշմանը, արհամարանքով ես վերաբերվում այս որոշմանը, ընդդիմանում ես այս որոշմանը, ատելությամբ ես նայում այս որոշմանը, բայց բարձր հարգանքով եւ բարձր պատասխանատվությամբ հարգանք ես ցուցաբերում հայ մարդու կողմից մերժված խուլիգան բանտայի նկատմամբ։ Այն խուլիգան բանտայի, ովքեր տասնյակ տարիներով Հայաստանի Հանրապետությունը աշխատացրել են իրենց անձնական հաջողությունների եւ հարստությունների համար։
Դու բարձր մակարդակի հարգանք ես ցուցաբերում Հայաստանի Հանրապետությունը տասնյակ տարիներով իրենց անձնական հաջողությունների եւ հարստությունների համար աշխատացածների նկատմամբ, բայց ատելությամբ ես լցված Հայաստանի Հանրապետության հարստության եւ հաջողությունների համար աշխատող ձայն Աստծո ձայն բազմած ժողովրդի որոշման նկատմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, այս դու այս ստահակ տեսակն ես, այս դու ես որակն ես, եւ քո որակը, եւ քո այս տեսակի եւ որակի ամեն մի վարքյան կապրիզնություն օգտագործում է քո դեմ, դու այլևս քաղաքականապես մահացած ես, ոչնչացված ես, դու այլևս գոյություն չունես, եւ քո ամեն ես մի վարքյան կապրիզնությունը օգտագործում է քո դեմ, քո գնալը շատ դաժանա լինելու, դու Աստծո պատերի տակ տանջվելու ես, դու Աստծո տանպատերի տակ տանջվելու ես քաղաքակիրթ մակարդակով ահա թե ով է Կտրիչ Ներսիսյանը խուլիգան մի հատ խուժան ով ծվարել է Աստծո տան մեջ ոչ մի կապ չհաստատելով հոգևոր կյանքի հետ, Աստվածաշնչի հետ, Աստծո հետ, ուղիղ կապի մեջ է մտել, ուղիղ կապ է հաստատել խուլիգան բանտայի հետ, ուղիղ կապ է հաստատել Ռուսաստանով բնակ օլիգարխների հետ։ Արա Կտրիչ Ներսիսյան, այս տահակ, այ բերանը ծուրտիկ պրիվետ Ռոբիկի անձնական օգտագործվող լանդ տրապկա դարձած։ Դու էլ ես այն տեսակից, հայ մարդու մեջ այդ բրենդը կա, չէ, կպցնեն։ Հարուստ մարդ տենան, գնան սենց կսվեն, կպցնեն, լավ են անում, հարուստ աղջիկ տենան, կպցնեն։ Հիմա դու, գիտես, այդ տեսակի նման ես, դու Մոսկվա բնակ օլիգարխ ես տեսել, Տաշիր Սամվելի կանոնով, տեղավորվել ես իր ջեբը և կպցրել ես իրան։ 2 կոպեկ փող ա ներդրում Աստծո տունը վերանորոգում, դու բերում ես իր ոչ հաճելի պատկերը Հիսուս Քրիստոսի սրբապատկերից ավելի մեծ տեղ տեղադրում ես Աստծո տան մեջ։ Այ դու այդ տեսակն ես, հարուզ մարտենաս, կպցնես, տեղավորվես ջեբը, դու Աստծո տունը առևտրի, թալանի եւ պոռնիկության վերածածնես, Կտրիչ Ներսիսյան։ Դու Աստծո տունը օտար երկրյա դեսպանատան շենքի վերածածնես եւ սպասարկում ես օտարի շահերը, այդպիսով վտանգի տակ դնելով Հայաստանի Հանրապետության ներկան եւ ապագան։ Դու Աստծո տունը վերեզացել փաստաբանական գրասենյակների եւ այս պետությունում ինչքան թալանչի մարդասպան խուլիգան խուժան կա հայ մարդու կողմից մերժված իրենց անձնական օգտագործող փաստաբան ես դարձել եւ Աստծո տունը դու օգտագործում ես իրանց շահերը սպասարկելու գործում գործիք ես դարձել իրենց շահերը սպասարկելու գործում Աստծո տունը Դու հոգևոր կյանքը վտանգի տակ դրած պրիվետ Ռոբիկի բերանը ծուրտիկ խոխա պրիվետ Ռոբիկի անձնական օգտագործող տրապկեն ես Կտրիչ Ներսիսյանը Ռոբերտ Քոչարյանի բերանը ծուրտիկ խոխի անձնական օգտագործող տրապկեն այն տրապկեն որ մարդիկ իրաց տաները մաքրում են այդ տրապկեն ես դու դարձես տահակ դու այլևս գոյություն չունես դու մահացած ես քաղաքական մակարդակով դու վախճանված ես Դու մի լանդ ես, մի հատ տրապկա ես, որին իշքան թալանչի կա, ոնց կարմա տրապկի տեղ օգտագործում է։ Դու մի հատ տրապկա ես, որ օտարը ոնց կարողանում է քեզ օգտագործում է։ Այդ դու այդ տրապկեն ես եւ դու Աստծո պատերի տակ տանջվելու ես քաղաքական մակարդակով։ Եվ Աստծո տան ներսը, դուրսը ամբողջ տարածքը այդ տրապկա քեզնով պետք է մաքրենք քաղաքական մակարդակ քանի որ դու տրապկա ես օտարը մարդասպաները թալանչիները ոնց կարում են քեզ տրապկի տեղ օգտագործում են համոզված եղի այդ տրապկա որ դու ինչ որ մի հատ օգուտ կտաս քո այն օգուտն անելու որ քաղաքական մակարդակով այդ տրապկա Աստծո տան ամբողջ տարածքը պետք է մաքրենք քեզնով տրապկա քեզնով մենք մեր աջակցությունն ենք հայտնում բոլոր այն սրբազաններին բոլոր Աստծո զավակներին հոգևոր մեր եղբայրներին հայրերին ովքեր սպասված եւ կարեւոր հայտարարություններով հանդես են եկել ովքեր իրենց մեջ համարձակություն են գտել այս տրապկի արևանգությունից հրաժարվելու եւ ընտրել են Աստծո ծառայելու իրենց սուր պարտականությունները շնորհակալություն ձեզ մեր 24 ժամվա աջակցությունը դուք վայելում եք եւ Կտրիչ Ներսիսյանի
այդ բերանը ծուրտիկ խոխի անձնական օգտագործվող տրապկա դարձած Կտրիչ Ներսիսյանի որևէ որոշում, այդ լանթի որևէ որոշում, որևէ լեգիտիմուս չունի, որևէ արժեք չունի, որովհետև ինքը այլևս գոյություն չունի։ Այլևս ինքը քաղաքական դիակ է եւ նորից ու նորից քաղաքական մակարդակով իմ ցավակցական հերագիրն եմ ուղարկում, խոսքերս եմ ուղարկում Կտրիչ Ներսիսյանի կնոջը, աղջկան, սիրուհիներին եւ քռակիներին մաղթում համբերություն։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Ստեսություն ձեզ։